Ժողովուրդ օրաթերթը գրում է. այն ինչ չհաջողվեց 2018-ին Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա, նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ վեհափառը։ Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել եկեղեցուն ու վեհափառին վարկաբեկելու, Գարեգին Բ-ին եկեղեցուց հեռացնելու հարցերում։ Իշխանամերձ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ։ Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը եւ օրենսդրական նախաձեռնություններ կարվեն ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար։ Մեզ փոխանցում են նաեւ, որ իշխանությունները կոմպրոմատներ են հավաքել վեհափառի եւ նրա շրջապատի մասին, որոնք պետք է օգտագործվեն նրանց դեմ։ Դրանք անձնական բնույթի տվյալներ են, որոնք իշխանությունը վաղուց ունի իր ձեռքի տակ, բայց պատրաստվում է հիմա օգտագործել։ Սրա մասին եւս խոսել ենք եւ կարծում ավելորդ է անգամ նշել, որ եկեղեցու դեմ այս արշավը Նիկոլ Փաշինյանը օգտագործում իր քաղաքական նպատակների համար։